Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք ամենահամեղ նրբաբլիթները, ամենահամեղ տարբերակով։ Երկար տարիներ է պատրաստում եմ միայն այս բաղադրատոմսով եւ միշտ ստացվում են հիանալի։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 3 ձու, ձուն սառնարանից եմ հանել, մի փոքր այսպես հարում ենք ձեռքի հարիչով եւ կավելացնենք մնացած բաղադրիչները։ Ավելացնում ենք 1 լիտր կաթ, կաթը նույնպես սառնարանից եմ հանել, կարող եք սենյակային ջերմաստիճանի անել կամ մի փոքր գոլացնել, բայց ես նախընտրում եմ սառը տարբերակով։ Այնուհետև ավելացնում ենք կաթը եւ մի լավ խառնում։ Խառնելուց հետո կավելացնենք 1 թեյի գթալ աղ։ Աղը հիմա ենք ավելացնում, խառնում, որպեսզի լավ խառնվի մյուս բաղադրիչների հետ։ Այստեղ ունեմ 375 գրամ ալյուր, հիմա քիչ-քիչ կավելացնենք հեղուկ զանգվածը ալյուրին, միանգամից մի ավելացրեք, ահա մի փոքր ավելացնում ենք, հարիչով խառնում, նորից ենք ավելացնում, կրկին խառնում, այսպես քիչ-քիչ երբ որ ավելացնում ենք, ապա գնդիկներ չեն մնում, իսկ գնդիկների դեպքում այդքան էլ լավ չեն ստացվում նրբաբլիթների շերտերը։ Հիմա մնացածն էլ կավելացնեմ եւ մի լավ կխառնեմ։ Այնուհետև ավելացնում ենք 40 մլ բուսայուղ, խորհուրդ եմ տալիս բուսայուղը բարձր որակի բուսայուղ լինի, առանց ավելորդ հոտերի եւ համերի։ Հիմա մի լավ կխառնենք եւ մեր նրբաբլիթների խմորն արդեն պատրաստ կլինեն։ Նախքան պատրաստելը անպայման մաղի միջոցով անց եմ կացնում, որպեսզի գնդիկներ չմնա։ Ճիշտ է, արդեն իսկ այն մեթոդով, երբ որ սկզբում ալյուրն ենք ավելացնում, հետո հեղուկ մասան, այդ դեպքում գնդիկներ չեն առաջանում, բայց միշտ անց եմ կացնում մաղով, որպեսզի ավելի հիանալի լինի խմորը։ Ահա տեսնում եք, այսպիսի տեսք պետք է ունենա մեր խմորը։ Թողնում ենք հանգստանա 10-ից 15 րոպե։ Հիմա անցնենք նրբաբլիթի շերտերը թխելուն։ Նախապես թավան մի լավ տաքացնում ենք, որովհետև դա կարևոր պայման է, եթե լավ տաքացած չլինի, ապա նրբաբլիթների շերտերը լավ չեն ստացվի, հենց իսկ առաջին փորձից։ Իսկ այսպես, երբ որ նախապես տաքացնում ենք, հիանալի է ստացվում։ Եթե տեսնում ենք ծայրերը չորացել են, ապա շրջելու ժամանակն է։ Շրջում ենք եւ թխում մյուս կողմը։ Իդեպ ես մյուս կողմը այդքան էլ երկար չեմ թողնում, որ մնա, շատ ավելի շուտ եմ հանում, երբ որ նրբաբլիթը արդեն տեսնում եմ թխված է։ Տեսնում եք, երկար չեմ թողնում, ահա այսպես, երբ որ տեսք ունի, արդեն իսկ հանում եմ եւ իրար վրա դասավորում շերտերը։ Այս բաղադրատոմսով ուղղակի հիանալի են ստացվում շերտերը, բարակ, նուրբ եւ էլաստիկ, որը որ չի պատռվում, անպայման փորձեք։ Հիմա անցնենք խճողակը պատրաստելուն։ Նախապես թավան տաքացնում ենք եւ այնուհետեւ ավելացնում 60 մլ բուսայուղ։ Կարող եք ավելացնել կարագ կամ բուսայուղն ու կարագը միասին։ Ես պատրաստելու եմ բուսայուղով։ Ավելացնում ենք 1 գլուխ սող։ Տապակում ենք այնքան, մինչև որ ստանա վարդագույն երանգ, կարող եք նաև սոխը տապակելու փոխարեն աղալ սոխը այնուհետև ավելացնել։ Այստեղ ունեմ 900 գրամ տավարի միս, իմ մոտ 15% յուղայնության է միսը, ավելացնում եմ 370 մլ ջուր, ջուրը սենյակային ջերմաստիճանի է, եւ ահա այսպես պատառաքաղի օգնությամբ առանձնացնում եմ միսը իրարից եւ կթողնենք, որպեսզի եփվի։ Ընթացքում ավելացնում ենք 2 թեյի գթալ աղ, ավելացնում ենք 1 թեյի գթալ սև պղպեղ, 1 թեյի գթալ կարմիր պղպեղ եւ կես թեյի գթալ հալեպի պղպեղ։ Մի լավ խառնում ենք, այնքան ժամանակ ենք թողելու մնա, որպեսզի այդ ջուրը քաշվի։ Երբ որ ջուրը քաշված լինի, արդեն իսկ ավելացնեմ նաև մյուս բաղադրիչները։ Ահա ինչպես տեսնում եք, ջուրը քաշվել է, արդեն իսկ ջուր չկա, եփված է միսը եւ ավելացնում եմ 1 ճաշի գթալ չորացրած ռեհան։ Շատ հաճելի ու համեղ համ է տալիս ռեհանը այս խճողակին։ Ավելացնում եմ մաղադանոս ու համեմ եւ մի լավ խառնում։ Հիանալի է ստացվում այս տարբերակով, նաև կարող ենք դասական տարբերակով պատրաստել, ուղղակի այսօր հենց այս տարբերակն եմ ներկայացնում։
Դասական տարբերակով միսը նախապես խաշում ենք, այնուհետև արդեն խաշած միսը աղում և կրկին նույն գործողությունն ենք կատարում։ Ինչպես տեսնում եք, արդեն իսկ փաթաթեցի և հիանալի տեսք ունի մեր նրբաբլիթները։ Համն էլ իսկապես շատ համեղ է ստացվում, անպայման փորձեք հենց այս տարբերակով պատրաստել նրբաբլիթները և հետո ձեր նախընտրած խճողակով կարող եք փաթաթել։ Հաճախ եմ պատրաստում հավի մսով և գազարով տարբերակը։ Իմ ալիքում արդեն իսկ ունեմ տեղադրած հավի մսով նրբաբլիթների պատրաստման եղանակը, կարող եք դիտել իմ YouTube-յան ալիքում։ Տեսեք ինչքան գեղեցիկ է ստացվել նրբաբլիթների շերտերը և փաթաթած վիճակում, հավասարաչափ ու գեղեցիկ է։ Հիմա նաև կտապակեմ և տապակած վիճակում տեսեք ինչքան գեղեցիկ և ախորժաբեր է այս նրբաբլիթները։ Նախապես թավան տաքացնում եմ, հետո ավելացնում բուսայուղ և սկսում տապակելը։ Կարող եք կարագով տապակել կամ բուսայուղով։ Ինչպես տեսնում եք, հիանալի տեսք ունի։ Ահա և այսքանը, սիրելիներս, պատրաստեք հենց այս բաղադրատոմսով, հիանալի տոնական օրեր եմ մաղթում բոլորիդ, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։